Ողջույն, եթերում է երաժշտության երանգները հաղորդաշարը։ Այսօր մեր հյուրն է Լիլիթը։ Ողջույն Լիլիթ։ Բարև ձեզ։ Այսօր մենք քննարկելու ենք ռոք երաժշտությունը, քանի որ նախագիծը պատմելու է ռոք եւ ռաբիս երաժշտության տարբերությունների, առանձնահատկությունների եւ ինչու՞ չէ նաեւ նմանությունների մասին, այսօր առաջինը անդրադառնալու ենք ռոք երաժշտությանը։ Կուզենայի իմանալ Լիլիթ, ինչպես եք սկսել լսել ռոք երաժշտություն եւ եթե կարելի է անցնենք դուի արդեն։ Լավ։ Ռոք երաժշտություն շատ մանկուց եմ սկսել լսել։ Համենայն դեպս հիշում եմ, որ երբ 2-3 տարեկան էի, այդ ժամանակ DVD-ներով էինք նայում ֆիլմերը, մուլտֆիլմերը։ Ու ունեինք կասետ, որի վրա 2005 թվականի, կարծեմ, թե 2000-2005 թվականի հիթերն էին, տարբեր ժանրերի, ամեն 30-60 երգ կար, ու ես այդ տարիքում դեռևս ոչ գիտակից շրջանում երգերը առաջ էի տալիս ու հասնում էի Զենֆիրայի Սկալա երգին, Green Day Boulevard of Broken Dreams, ու Audioslave-ի Be Yourself երգերին, այդ հետագայում երբ որ դիսկերը քրքրում էի, գտա այդ երգերը ու հասկացա, որ ամեն դեպքում այդ ժամանակից է սկսել ամեն ինչ։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ով է ներկայացրել քեզ այդ սկավառակները, ով է ծանոթացրել։ Սկավառակը չգիտեմ ճիշտ ասած ով է գնել, որովհետև իր վրա տարբեր ժանրի երաժշտություն կար, բայց եթե հարցը այդ անկյունից դիտարկենք, կարծում եմ մայրս է եղել, որովհետև ինքը կատակ ունի, որ երբ ես դեռ ծնված չէի, արդեն այդ ժամանակվանից սկսած լսում էի բլյուզ, ռոք իր շնորհիվ։ Իսկ ինչ ես մտածում, քեզ վրա ինչ-որ ազդեցություն ունեցել է դրական կամ բացասական այդ տարիքից սկսած լսելը։ Կարծում եմ ունեցել է դրական ազդեցություն, որովհետև մեծամտորեն չի, բայց լավ երաժշտական ճաշակ ունեմ դրա շնորհիվ։ Ու ինչու՞ չէ, ռոք երաժշտությունը ոչ միայն ուղղակի երաժշտություն է, այլ նաև ունի իր նշանակությունը մարդկանց կյանքում ու հոգեկան առողջության վրա։ Շատ միայնակ մարդիկ իրենց հանգստի անկյունը գտնում են հենց ռոք երաժշտության մեջ։ Իհարկե համաձայն եմ, ու ինձ հետաքրքրեց, թե որ երգն է կամ որ կատարողն է, որ մինչև օրս ոգեշնչում է քեզ, կուզենայի առանձնացնել։ Իրականում շատ են ու տարբեր շրջանում տարբեր են եղել, բայց եթե ըստ կյանքի շրջանների գնանք, առաջինը երևի եղել է grunge rock-ը, Nirvana, Alice in Chains, հետո արդեն սկսել եմ ավելի ծանր երաժշտություն լսել, հիմնականում thrash metal-ի քարյակը, իսկ դրանից հետո արդեն հասել եմ այն շրջանին, երբ որ լսում եմ գրեթե ամեն ինչ։ Այդ թվում ռոք, մետալ եւ այլն։ Իսկ կարող ես առանձնացնել ինչ-որ խումբ, որի համերգին կցանկանայիր ներկա գտնվել, կամ ինչ-որ առանձին արտիստ։ Շատ կուզեի ներկա գտնվել Black Sabbath-ի համերգին, բայց դա ցավոք այլևս հնարավոր չէ, ուշացանք։ Ուզում կհասցնեմ ներկա գտնվել Metallica-ի համերգին, նաև Placebo խմբի համերգին։ Այստեղ ավելի շատ իհարկե անդրադարձանք համաշխարհային ճանաչում ունեցողներին, իսկ ինչ կարծիք ունես արդեն հետխորհրդային շրջանում ստեղծված ռուսական ռոք խմբերի կամ թեկուզ հայկական ռոք խմբերի մասին եւ արդյոք նրանք ճանաչված են, սիրված են։ Կարող եմ խոսել հայկական ռոք խմբերի մասին, իրականում մինչև
Երևի թե 2010-ական թվականները ռոքի երաժշտությունը շատ տարածված է եղել Հայաստանում, ճիշտ է, այս ժամանակ շատ փոքր եմ եղել, բայց գիտեմ, որ Վանաձորում են շատ ռոք խմբեր եղել, ինչպես նաև Գյումրիում էլ։ Իհարկե բոլորս գիտենք Բամբիրին, Գյումրուց Որդան Կարմիրին, Լավելիին Վանաձորից ու նաև շատ այլ underground ռոք խմբեր կան։ Հիմա էլ Հայաստանում մի որոշ ժամանակ կար, երբ որ շատ ճանաչում չունեին ռոք խմբերը, մի քանի տարի առաջ, բայց հիմա ինչպես տեսնում եմ, կրկին վերածնվում է։ Չգիտեմ, սևագիր, վանական, նմանատիպ խմբերի շնորհիվ։ Ինչ ես կարծում, ինչն է տարբերակում այսպես ասած pop rock-ը, որը վերջերս է ծնվել իրական rock-ից։ Այսինքն mainstream, Դասական, հա, mainstream-ը դասականից։ Կարծում եմ, եթե միայն նույնիսկ ռոք ժանրի շրջանակում չխոսենք, mainstream երաժշտությունը դա այն է, երբ որ երաժշտությունը ստեղծում են, որպեսզի բավարարեն հասարակության պահանջը։ Իսկ ոչ mainstream երաժշտությունը, երբ որ դու ստեղծում ես երաժշտություն, ինչ ծնվում է քո հույզերից, եւ եթե հանդիսատեսը սիրի, շատ ավելի լավ, բայց երբեք շեշտը դրված չէ հենց հանդիսատեսի հավանության արժանանալու վրա։ Իսկ կա այնպիսի ալբոմ, որ ազդեցություն ունեցել քեզ վրա։ Էլի շատ են, փորձեմ երևի առանձնացնել առաջին ալբոմը, որը ազդեցություն է ունեցել։ Երևի 11-12 տարեկանում լսել եմ Nirvana-ի Nevermind ալբոմը, ու այն թե մեծ ազդեցություն է ունեցել թե իմ վրա ու թե կարծում եմ այդ շրջանի հասարակության, որովհետև ընդհանրապես Nirvana-ն ու Kurt Cobain-ը առաջիններից էին, ովքեր թողեցին կեղծիքը ու անկեղծ էին թե բեմի վրա, թե իրենց երաժշտության մեջ, ու կարելի ասել իրենց գործերը լսելուց դու հասկանում ես, որ դու մենակ չես, որովհետև խոսում են այնպիսի թեմաների մասին, որոնց մասին նախկինում չեն խոսացել։ Հա, շատ ճիշտ ես, ու իմ սիրելիներից հանգում էլ կա բնականաբար, հենց Cobain-ը այնտեղ իր ամբողջ ստեղծագործական ճանապարհով չնայած որ շատ քիչ է ապրել, եւ բոլորս գիտենք ինչ ճակատագրի է արժանացել։ Ինչ ես կարծում, այսպես շատ ենք տեսնում էլի ոչ միայն երաժշտության մեջ, այլև արվեստի բոլոր բնագավառներում շատ է գնում մարդու ճակատագիրը դեպի ինքնասպանություն է, ինչն է սրա պատճառը, ինչու են արվեստի մարդիկ ավելի շատ հակված։ Ընդհանրապես թվում է միայն արվեստի մարդիկ հակված չեն, ուղղակի իրենց մասին մենք գիտենք, որ իրենք ինքնասպան են եղել։ Ինձ թվում է չլսելի լինելու արդյունքում է առաջանում, երբ որ քեզ քո դիմացիները չեն հասկանում ու երևի թե դու էլ ինքդ քեզ չես հասկանում ու միակ ճանապարհը գնում է դրան։ Իսկ արվեստագետների համար առավել եւս ծանր է, որովհետեւ նրանք թե իրենց հոգին են քրքրում, թե դիմացինի ու արդյունքում ավելի շատ են մտածում ու տառապում, քան սովորական մարդիկ։ Հենց սա ասացի, հիշեցի Cobain-ի այդ ճակատագրական պահը, որ ինքը փոքր ժամանակ ունեցել է հորինված ընկեր, հենց այդ իր ներքին ապրումները պատմել է, հետո ինքնասպանությունից առաջ նամակ է գրել այդ ընկերոջը, ու հենց քո ասացի մասին է, որ ինչ որ պահի մտածում են, որ նրանց ոչ ոք չի հասկանում, ինչպես լինում է շատերի հետ։ Շատ պարադոքսալ է, որովհետև իրենք մտածել են, որ իրենց ոչ ոք չի հասկանում, բայց միևնույն ժամանակ իրենց երաժշտությունը շատ մարդկանց կյանք է փրկել։ Ու շատերին այնպես է ստացվում, որ մահից հետո ավելի պոպուլյար են դառնում, այսպես շատ անհարթար է իհարկե։ Բայց չնայած Nirvana-ն չուներ այդ խնդիրը։ Անավանդ արդեն վերջին շրջանում։
Իրենք պոպուլյար էին, չնայած որ ընդհանրապես չէին ձգտում դրան։ Ուղղակի ստացվել է ինձ։ Հենց MTV համերգից հետո անգամից բում է եղել։ Հենց Քոբեյնն էլ մտածել է, որ շատ վատ է երգել ու նվագել, բայց հենց գնացել է տեսել է, որ այդ ամբողջ ռեժիսորական կազմը լաց է լինում։ Կա այնպիսի մի երգ կամ բալադ, որը մինչև օրս լսում ես ու երբեք քո playlist-ից դուրս չի գալիս։ Բերեք թող լինի Led Zeppelin-ի Stairway to Heaven-ը, որովհետև երևի ինչքան գոյություն ունեմ, այդքան լսել եմ այդ երգը։ Ես էլ եմ շատ վաղուց լսում ու դրան զուգահեռ AC/DC ուղիղ ճանապարհ դեպի դժոխք ստեղծագործությունը ու շատ անգամ եմ տեսել էլի, որ հոդվածներում ինչ-որ զուգահեռներ են տանում, որ հակադիր ինչ-որ Stairway to Heaven, Highway to Hell։ Եվ նաև կուզենայի մի քիչ ռուսական ռոքից խոսեինք։ Ինչ կարծիք ունես ռուսական ռոքի մասին եւ արդյոք ըստ քեզ զիջում է համաշխարհային ռոքին։ Իրականում իր ուրույն տեղ ունի, չնայած որ շատ խմբեր կան, որոնք ուրիշ արտասահմանյան խմբերի, այսպես ասած, ճակերտավոր պարոդիան են, բայց օրինակ Սենֆիրան զուրկ է այդ նշաձողը ստանալուց։ Ես ռուսական ռոքից երևի ամենաշատը լսել եմ Կարոլի Շուտ։ Այդ երևի 14-15 տարեկան շրջանում սկսել լսել, երբ որ փանկ ռոք էի շատ լսում։ Բիդվա, կինո, Սպլին, Արիա։ Արիա։ Չնայած որ Արիան էլ լիքը արտասահմանյան խմբերի կոպի է արել, բայց միևնույնն է։ Արիան քիչ սիրելին է։ Հա, ինն էլ։ Բայց լավ գործեր իհարկե կան։ Հիմնականում ռուսական ռոքը ինձ թվում է աչքի ընկնում իր դեպրեսիվ տրամադրություններով։ Ու ավելի շատ ալտերնատիվ ռոքի կողմն է գնում, ու բանաստեղծական է շատ։ Հա։ Գրականության ավելի մոտ։ Նույնիսկ չնայած համաշխարհային իհարկե բալադներն էլ որ ուսումնասիրում ես, ամբողջական ինչ-որ գրական գործեր են, բայց ռուսականը շատ ավելի հոգեհարազատ է, շատ տեղերում։ Ռուսերենը ինքը շատ գրական լեզու է։ Շատ գեղեցիկ։ Հարմար է գրականության համար։ Մարդու վարքի առօրյայի ապրելակերպի հոգեբանության վրա ազդում է ռոքը։ Կա չէ կարծիք, որ ռոքը սատանիստական երաժշտություն է ու ռոք լսողները չար մարդիկ են եւ այլն, բայց իրականում ամենապոպոշ մարդիկ են։ Այո, ամենափարի մարդիկ են։ Ինձ թվում է ռոքը մարդուն դարձնում է ավելի ազատ ու ռոքի շնորհիվ անհատը գտնում է իր կամպանիան ու կարողանում է ավելի հաշտ ապրել ինքի հետ համայնքը։ Համաձայն եմ։ Ու քանի որ նշեցիր սատանիստների մասին, այստեղ մի երկու բան էլ ես ասեմ, այս թյուրիմացությունը իհարկե ինչ-որ հիմք է ունեցել, որովհետև բնականաբար կան ռոք ժանրի հենց սատանայապաշտական ինչ-որ խմբեր, բայց դա չի նշանակում, որ բոլոր ռոք արտիստները կամ լսողներն են սատանայապաշտներ, ընդհանրապես եթե ուսումնասիրեք ինչի մասին են երգում, ինչ են պատմում, ամենաբարի սյուժեները, ամենախաղաղասեր սյուժեները, սիրո մասին, չգիտեմ, խաղաղության մասին ռոք բալադներում եք տեսնելու։ Իրականում կան շատ խմբեր, որոնց տեքստերը հենց առաջին հայացքից թվացյալ սատանիստական են, օրինակ չգիտեմ Slayer-ը, բայց իրենց վոկալիստը քրիստոնյա է։ Ու հիմնականում դա ուղղակի ատրիբուտ է, որը հարմար է ժանրի հնչողությանը։ Ինչ խոսք կուզեիր ուղղել մեր հանդիսատեսին, ինչ հորդորով հանդես կգայիր, խնդրեմ։ Լսեք լավ երաժշտություն։
Ճիշտ է։ Բնականաբար լավը սուբյեկտիվ է, բայց մենք ուղղորդում ենք շատ ավելի բարձր արժեքների, այո, եւ խնդրեմ մի քանի խմբեր կամ արտիստներ թվիր, որ մեր հանդիսատեսը կարողանա ճանաչել։ Audioslave, Green Day, Nirvana, Alice in Chains, Soundgarden, Metallica, Megadeth, Anthrax, Slayer, Placebo, Կարոլի շուտ լսեք, Joy Division, Guns N' Roses, AC/DC, Rammstein, լավ երևի այսքանը հերիք է։ Այսքանը լսեք, հետո կասենք էլի։ Շատ բովանդակալից զրույց ունեցանք եւ հուսանք դուք կշարունակեք հետեւել հետագա զարգացումներին, մնացեք մեզ հետ։